Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Վերջերս Facebook սոցիալական կայքում մասնավորապես տարածվեց մի հաղորդագրություն, ըստ որի Երևանի թիվ 174 դպրոցում, որը վերջերս է հիմնանորոգվել, ծախսվել է 500 միլիոն դրամ եւ կառուցվել է ընդամենը մեկ թեքահարթակ, այն էլ մուտքի մոտ։ Իհարկե շնորհավորում ենք վերանորոգման կապակցությամբ եւ հուսով ենք աշակերտները կվայելեն, բայց ուզում ենք նշել, որ մարդկային գործոնը չէր կարող անտարբեր մնալ այս փաստին, որովհետեւ ներառական կրթություն իրականացնող դպրոցը հիմնանորոգվելուց հետո էլ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության 2007 թվականից հունվարից ուժի մեջ մտած այն օրենքին, որտեղ նշվում է շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար։ Այս օրենքը, որը 2007 թվականին նախարարի հրամանն էր, այսօր չի կիրարկվում։ Եվ ինչու չի իրագործվում, մենք իմանանք հենց այսօր մարդկային գործոնի եթերում հրավիրենք միանգամից մեր առաջին հյուրերին, նրանց ակտիվությամբ է, որ կարողանում ենք այս հարցերը բարձրացնել։ Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյան եւ Մարիամ Հովանիսյան, ծնող, ով ունի մանկական ուղեղային կաթվածով երեխա եւ նրա երեխան էլ սովորում է այլ դպրոցում։ Համեցեք։ Նաև թույլ տվեք ներկայացնել մեր այստեղ տաղավարում ներկա գտնվող հյուրերին, մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցին։ Ռուզան Շահինյան, մայր, որի երեխան սովորում է 78 դպրոցում։ Այս կողմում մեր հարգարժան հյուրը Զարա Բաթոյանը, Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու։ Բարի երեկո, Զարա։ Այս կողմում ներկայացնում ենք Լիզա Հարությունյանին, Երևանի թիվ 78 դպրոցի հատուկ մանկավարժին եւ Նաիրա Դավթյանին, կրկին ծնող, նրա երեխան սովորում է 27 դպրոցում։ Ողջույն։ Նարինե, առաջինը հարցս ձեզ, նախ որտեղից ստացաք այդ տեղեկությունը եւ հետո արդեն սկսեցիք ակտիվորեն այն տարածել Facebook-ում եւ մենք տեսանք ինչպես սրտի զեղում էր, ասես դա այլ ոչ պարզապես ինֆորմացիա։ Տեղեկությունը մենք ունենք հատուկ խումբ Facebook-ում, Երևանը նաև իմ քաղաքն է, այդտեղից ես վերցրեցի այդ խմբից, Զարայի հետ միասին որոշեցինք տարածել, քանի որ շատ ցավալի հարց էր, կարծում եմ, որ թեքահարթակը կառուցված է բոլոր նորմաներից դուրս, այսինքն դա արված է նրա համար, որ ուղղակի դրվի կետը, որ արված է, բայց ներսում գնացել էին համապատասխան մարդիկ, նկարահանել էին, ոչ սանհանգույցներ հարմարեցված, ոչ մի բան հաշմանդամություն ունեցող փոքրիկի համար չկար, ոչ մի պայման, ավել, բացի այդ թեքահարթակից, որն էլ չէր համապատասխանում ոչ մի ստանդարտի։ Շնորհակալություն Նարինե, նշեցիք, որ Facebook-յան ձեր խմբի էջից եք վերցրել։ Զարա, ես գիտեմ այս հարցում դուք շատ հետևողական եք եւ որտեղից իմացաք, արդյոք սա պաշտոնական տվյալներ, որ ծախսվել է 500 ինչքան միլիոն դրամ եւ ինչու է ձեր կարծիքով կառուցվում միայն մի թեքահարթակ, երբ որ նաեւ դպրոցը, եթե չեմ սխալվում, ներառական կրթություն իրականացնող դպրոց է։ Մենք հրապարակումը տեղադրել ենք Disability Info կայքում եւ պաշտոնական տվյալները Երևանի քաղաքապետարանի կայքից ենք վերցրել։ Իրականում մեր կայքը, որի խմբագիրն եմ ես, նպատակ ունի մոնիտորինգ իրականացնել բոլոր այն նոր կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, մասնավորապես կրթօջախներում, ճշտելու համար արդյոք վերանորոգումից հետո որքանով են դրանք հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը։ Մենք տեսնում ենք աստիճանները, որտեղ կողքերին չկան թեքահարթակներ եւ երկրորդ կամ երրորդ հարկ բարձրանալու պարագային, բայց օրինակ այս դեպքում շատ հեշտությամբ կարելի էր միջանցքում գոնել այն հնարավորություն կա թեքահարթակ կառուցելու։ Դռները շատ նեղ են, հա, սանհանգույց ընդհանրապես չկա եւ զուգարանակոնքեր չկան տեղադրված։ Այստեղ ինչպես պիտի հաշմանդամություն ունեցող երեխան եւ ամենացավալին այն է, որ սա ընդամենը մեկ դպրոցի օրինակ է։ Այսօր բազմաթիվ դպրոցներ են վերանորոգվել, որևէ դպրոցում մինիմալ պայմաններ վերանորոգված դպրոցներում չկան։ Ինձ կներեք, ես տեսա, որ գրատախտակը մի քիչ վերև էր դրված, սա արդյոք անվասայլակով երեխայի համար օրինակ կարող է լինել հարմար։ Եթե մոտենում եք գրատախտակին։ Շատ տեղին է ձեր դիտարկումը, որովհետև մատչելություն ասելով պետք չէ հասկանալ միայն թեքահարթակ։ Դպրոցը ներսում պետք է մատչելի լինի, սկսած դռներից, շեմերից, սանհանգույցից, դասասենյակների դասավորվածությունից, դասասեղանների հնարավորություններից, որպեսզի երեխան կարողանա մոտենալ սեղանին, գրատախտակը եւ այլն։ Բուֆետ, այսինքն այն ամենը, ինչը որ յուրաքանչյուր երեխայի համար է, պետք է լինի նաեւ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող
երեխայի համար։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ըստ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հունվարից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի, շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար ցանկացած նոր կառույց լինի դպրոց, մանկապարտեզ թե մեկ այլ շինություն, պետք է համապատասխանեցված լինի սույն փաստաթղթում նշված բոլոր պահանջներին։ Ես այստեղ արդեն ուզում եմ ծնողներին հարցս տալ, նախքան ներառական կրթության ներմուծումը Հայաստան, որքանով եք դուք կարողանում հաղթարել այդ նույն խոչընդոտները կամ հատուկ դպրոցների հետ, եթե ունեցել եք այդտեղ համագործակցություն կամ եղել է առիթ գնաք տեսնեք, արդյոք այնտեղ գոնե այդ հարցերը լուծված էին, թե այդպես էլ անկատար էր խորհրդային տարիներից։ Համեցեք Մարիամ։ Դե առիթ չենք ունեցել խորհրդային տարիներին գնալ տեսնել, բայց շատ բան էլ այն տարիներից չի փոխվել։ Իհարկե մեր դպրոցը թիվ 150 Նանսենի անվան դպրոցն է, որը երևի թե միակն է, որ ամբողջ դպրոցով թեքահարթակ է անցնում, բարձրացնում է այդ մասնաշենքերը եւ բարձր դասարանների եւ ցածր դասարանների։ Ուղղակի այստեղ կան էլի խնդիրներ, բարձրացրեցին հետոն ինչ է լինելու աստիճաններից բարձր։ Նույն ասենք Սանհանգույցի խնդիրը, ատրիբուտներ կան, որ պակաս են։ Ես տնօրենի հետ խոսեցի, տնօրենն ասեց, այն ժամանակ, երբ որ մենք վերանորոգում էին, դե նրանք ամենահինն են թվով, 10 տարվա վաղեմություն ունի այդ դպրոցի վերանորոգումը։ Ասեց այդ ժամանակ, երբ որ մենք վերանորոգում ենք, երբ որ ես ասեցի, որ պակաս է, այդ ասենք ինչ որ բռնակ լինի կամ ինչ որ հարմարեցված, ոչինչ չարեցին։ Շինարարները դա մեր մեջ մտած օրենքներին, սկսված ՄԱԿ-ի կոնվենցիայից, վերջացրած քաղաքաշինության նախարարի ստորագրած փաստաթղթերով, քաղաքապետանով հրաշալի վիճակում են մեր օրինական, բայց ինչքանով են կիրառվում այդ օրենքները մեր կենցաղում։ Այդ փոքրիկների մեծ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ինչքանով է մատչելի դառնում միջավայրը տարեց տարի։ Այ ամենամեծ խնդիրը հենց դրանում է։ Մենք իհարկե օրենքներին դեռ կանդրադառնանք եւ անպայման կշարունակենք մանրամասնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոչ միայն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների, ոչ միայն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն հենաշարժական խնդիրներ եւ առհասարակ գուցե նաեւ երիտասարդ մայրերի, որ պարզապես երեխային սայլակով ուզում են տանել ակետից բկետ։ Սա արդեն քաղաքային, խնդիր է։ Այս բանը թույլ տվեք հրավիրել հյուրին, որովհետեւ նա ներկայացնում է հենց 174 դպրոցը, այդ դպրոցի հոգեբան Տիկին Հայարփի Գեագուլյանին հրավիրենք այստեղ։ Բարի երեկո Հայարփի, շնորհակալություն գալու համար, եթե չեմ սխալվում, ձեր տնօրենը լիազորել է ձեզ բոլոր հարցերին պատասխանելու համար։ Մենք շատ շնորհակալ ենք, որ եկել եք, որովհետև չստացվի միակողմանի մեղադրական, բայց ուրախ ենք, որ դպրոցը վերանորոգվել է։ Հպարտ ենք, որ երեխաները քիչ թե շատ լավ պայմաններում են սովորելու, բայց երեխաների հետ կապված մենք չենք կարող, չէ՞, տարանջատել այս կամ այն երեխաները։ Որպես հոգեբան եւ որպես դպրոցի ներկայացուցիչ կարող եք ասել ինչն է պատճառը, որ կա միայն մեկ թեքահարթակ, որ ընդ որում չի համապատասխանում պայմաններին, այն էլ միայն արտաքին մասից է դպրոցի։ Թեքահարթակների հետ կապված ճիշտ է դպրոցը վերանորոգվել է եւ ոչ թե վերակառուցվել է, այսինքն վերանորոգումն արվել է արդեն հին շենքի վրա, որը թույլ է տալիս այն սահմաններ գոյություն ունեն, վերակառուցելու։ Մենք չենք կարող այնտեղ վերակառուցել երկրորդ հարկի, երրորդ հարկի աստիճաններ։ Իսկ առաջին հարկում թեքահարթակներ բոլոր տեղերում կան։ Ինչքանով դրանք կիրառելի են օգտագործելի, չենք կարող ասել, որովհետև դպրոցում սայլակով երեխա չունենք, չենք կարող ասել դա հարմարավետ է թե չէ։ Բայց ներառական կարող է լինել, մյուս տարի կարող է լինել, իսկ դրա համար մենք մտածում ենք, եթե մենք ունենանք նման խնդիր, երեխայի կարիքը կգնահատվի եւ այդ դասարանը, որտեղ կսովորի այդ երեխան, կլինեն առաջին հարկերում։ Անկախ երեխայի տարիքից։ Կա թեքահարթակի ստանդարտ։ Դա 100%-անոց ինֆորմացիա է։ Ուրեմն պիտի ասեն մասնագետները։ Իհարկե մեզանից որովհետև չկա ոչ մի նախարարություն եւ այլն, թեքահարթակը ինչքանով է կիրառելի։ Այ չկա մի բաժին, իրենք պիտի որտեղ լինի մասնագետ հաշմանդամություն ունեցող մարդ կամ հաշմանդամություն ունեցող մարդու ծնող, որը կարողանա գնահատել այդ, այսինքն ամեն ինչ արվում այդ մարդկանց համար առանց նրանց մասնակցության։ Ամենամեծ խնդիրը ես համամիտ եմ ձեզ հետ։ Իրողություն մեզ, որ դպրոցում իրականացնում ենք, դպրոցում Փառք Աստծո, երեխաները շատ են, օգնողները շատ են, ուսուցիչները, այստեղ հաշմանդամ ունեցող անձը, այսպես ասեմ, չի կարող մնալ ուշադրությունից դուրս։ Իսկ 15 տարեկան երեխային ծնողը բարձրացրեց թեքահարթակով, հետո երկրորդ հարկից ինչպես է, ծնողը պետք է դառնա կցորդ, նստի ամբողջ օրը երեխայի կողքը, երեխայի ամենատարական կարիքները հոգալու համար։ Կցորդ, ոչ թե ծնող, այլ կցորդ։
Ես ուզում եմ մի բան եւս նշել, որ ցավոք, երբ էս բոլոր նորմերը չեն պահպանվում, ամեն ինչ մնում է զուտ մարդկային գործոնի վրա։ Այսինքն այսօր մանկավարժը երեխային օգնում է գնալ զուգարան դպրոցում։ Հասկանում եք, ներառական դպրոցներում մանկավարժները իսկապես միայն մանկավարժների շնորհիվ է եւ ծնողների, որ այս երեխաները կարողանում են ներառվել։ Բայց ինչու պիտի, այո, իսկապես նրանք ծափահարության եւ շատ մեծ գնահատանքի արժանի են այս մասնագետները։ Բայց ինչու պիտի դպրոցում ֆիզիկական այդ մատչելիության նորմերը չպահպանվեն, որ յուրաքանչյուրը իր տեղում իր աշխատանքն իրականացնի։ Չէ՞ որ ինքնահաստատման փուլեր են ասում, չէ՞ երեխաները, ինչի պիտի իրանց միշտ օգնեն ինչ որ մեկը։ Եթե այդ երեխան ինքն էլ կարող է տեղաշարժվել, եթե տարական պայմաններ։ Նարինե, կապված ձեր հարցերի եւ այն բոլոր հարցերի հետ, որ մենք բարձրաձայնում ենք, շատ տեղին է այս պահին հրավիրել քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանին։ Բարի երեկո։ Համեցեք, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, Նարինեն բոլոր ծնողները, ովքեր այստեղ նստած են, մասնագետները բարձրաձայնում են այն հարցը, թե ինչու վերանորոգման կամ վերակառուցման կամ զրոյից կառուցման որևէ շինության հիմքում դրված չեն այն նորմերը, որոնք պետք է համապատասխանեն թե 2007-ին դրված օրենքին եւ թե առհասարակ միջազգային օրենքներին, ստանդարտներին։ Ինչու չեն դրված, չեմ կարող ասել, դա մարդկային գործոն է, բայց կարող եմ ասել, թե ինչպես է, կարգը ինչպես է։ Ինչպես է կարգը։ 2007 թվականին ուժի մեջ է մտել քաղաքաշինության բնագավառի հերթական նորմը, Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը, որը վերաբերում է բնակչության սակավաշարժուն խմբերի համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը։ Ուրեմն ընդհանրապես 3 այսպիսի նորմաներ ասեմ, որպեսզի համեմատության համար լինի։ Ուրեմն սովորական մարդկանց համար, եթե թեկուղի է, թեկությունը պետք է լինի 1.6, եթե շենքի ներսում է, 1.8, եթե շենքից դուրս է, եւ հաշմանդամների բնակչության սակավաշարժուն խմբերի համար 1.12-ի։ Դա նշանակում է, օրինակ 1.12-ի նշանակում է 12 մետրի վրա 1 մետր պետք է բարձրանալ։ Որպեսզի հնարավորություն լինի դրանով շարժվել։ Մոտավորապես դա պետք է լինի 5%, 6%։ Լավ, պարոն Սարգսյան, հասկանալի է։ Արդյոք դպրոցում որևէ տեղ, երբ տեղի ունենում վերանորոգում եւ դրվում է թեքահարթակ, որը պետք է լինի որ թեքուղի, արդյոք հրավիրվում է մասնագետ քաղաքաշինության նախարարությունից, որը կանգնի գլխներին, թե նույն մարդկային գործոնը հաշվի առնելով, եւ ասի, թե ինչպես դա պետք է սարքվի ընդհանրապես։ Քաղաքաշինության նախարարությունից իհարկե որ բարի դեմքով շինարարը, որը երբևիցե դրա կարիքը չի զգացել, ասենք չպատրաստ է այնքան, որ աչք փակելու համար։ Որևէ մի շենք, որպեսզի կամ որևէ մի շինություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախագիծ, որը համաձայնեցնում է համայնքապետը, Երևանում Երևանի քաղաքապետը։ Այդ նախագիծը համաձայնեցված է եւ դա օրենք է հանդիսանում, այդ նախագծով պետք է կառուցի։ Ուրիշ ձև ոչ մի ձև կառուցվել իրավունք չկա։ Դա կլինի օրենքի։ Քանի շինարար է կարողանում նախագծով կառուցել Հայաստանում թեքուղի։ Պետք է ճշտել դա։ Շնորհակալություն, մենք կարճատև դադարից կշարունակենք մարդկային գործոնը։ Հաշմանդամություն ունեցող երեխան ոչ մի բանից այսօր օգտվել ցավոք սրտի չի կարող։ Եվ ինչու համակարգը միշտ կաղում է, հենց հարցը հասնում է ամենախոցելի խմբերին։ Յուրաքանչյուր ներառական դպրոց, յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր երեխայի համար մոտավորապես 490,000 դրամ գումար է ստանում։ Որ այս երեխաներին հերիք չի կույրաղիքի նման մի կողմ են բրթել։ Չկա ինչ որ մեկը բացի ծնողից, որ այդ դպրոցում երեխային ինչ որ կերպ պահի, որպեսզի մանկավարժը երեխայի հետ դասը պարապի։ Ովքեր են հետևում այդ նորմերը ճիշտ են պահպանվում կամ պահպանվում են առհասարակ թե ոչ։ Այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին։ Ինչ է, միթե ես պետք է գնամ ապրեմ ուրիշ երկրում, որ իմ փոքրիկը ապրի համապատասխանվայել պայմաններում։ Մենք ծնողներով չենք գնալու Հայաստանից, չենք հանձնվելու Կարմիր խաչին։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր մենք անդրադառնում ենք շատ ցավոտ հարցի եւ որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, թե մենք բողոքում ենք վերաբերմունքից, որը կա դպրոցներում երեխաների նկատմամբ, խնդիր ունեցող երեխաների նկատմամբ, քավլիցի, բայց
փորձում ենք բարձրացնել հարցը, որը կապված է համակարգի հետ, եւ ինչու համակարգը միշտ կաղում է հենց հարցը հասնում է ամենախոցելի խմբերին։ Զարա, այն բարձրաձայնումը, որ արեցիք թեկուզ Facebook սոցիալական կայքով, արդյոք ստացավ որևէ պատասխան, նույն դպրոցից թեկուզ։ Իրողություն մեզ մի արձագանքում են դրան լրատվամիջոցները։ Շատ լրատվամիջոցներ այցելել են դպրոց, փորձել են նկարահանումներ անել եւ փորձել են իհարկե պատասխան գտնել իսկապես այն մարմիններից, ովքեր իսկապես պատասխանատու են դրա համար։ Իսկ դա այսօր Երևանի քաղաքապետարանն է։ Շնորհակալություն։ Ռուզաննա, ձեր երեխան քանի տարեկան է եւ որտեղ է սովորում։ Երեխա սովորում է 78 հիմնական դպրոցում, 7 տարեկան է ու մինչև դպրոց հասնելը ավելի մեծ խնդիր կա, որը դպրոց տանող ճանապարհն է։ Երկու դպրոց սպասարկող ճանապարհը երկար աստիճաններով ձգված ընդհանրապես հարմարեցված չի։ Ես բավականին երկար ժամանակ սայլակով գնացել եմ, սայլակը թողել եմ վերևում դպրոցի ու գրկած իջեցրել եմ, այսինքն մինչև դպրոց հասնելը արդեն խնդիրը մեծ է, որ կա ճանապարհ, որը մատչելի չի ընդհանրապես։ Նկատի ունեք անցուղիները, հա, երևի։ Ոչ, Բաղրամյան փողոցից իջնող աստիճանները, որոնք տանում են երկու դպրոց։ Կողքի գտնվող երկու դպրոց, որը սպասարկում է 1500 երեխա, աշակերտ։ Ու աստիճաններով ընդհանրապես հնարավոր չի սայլակով, այնտեղ նույնիսկ հանգիստ իջնելը արդեն դժվարություն է, մանավանդ երբ որ ձյուն է, ձմռանը, սայլակով դա բացառվում է։ Իսկ դպրոց հասնելուց մեզ մոտ նորից մեկ թեքահարտակ է, որը նույնպես կառուցված է անհարմար, այսինքն սայլակ էլի թեքահարտակով բարձրանալ հնարավոր չի բարձրացնել։ Դպրոցի ներսում նույնպես չուն, եթե հիմա իմ երեխան բավականին առաջընթաց ունենք, օգնության բարձրանում ենք աստիճաններ, բայց միգուցե դպրոցում կլինեն ընդհանրապես դպրոց հաճախող երեխաները երկու դպրոց էլ, որ կլինեն սայլակով եւ մայրը ուղղակի չի կարողանա երեխային գրկի ու պիտի տանի սայլակով, չկա հարմարություն, որպիսի բարձրանան հարկերը, միայն առաջի հարկում չի խնդիրը։ Այո, մենք առաջին հարկում ենք, բայց կա խնդիր բարձրանալու երկրորդ հարկ։ Մենք ունենք հատուկ մանկավարժ հոգեբան, որոնց մոտ պիտի գնանք երկրորդ հարկ։ Իսկ միայն դպրոցի մուտքի թեքահարտակով բավարարվել, դա արդեն Այսինքն այս նորմերը խախտելով, չգիտեմ, քաղաքապետարանն է, քաղաքաշինության ոտնահարվում են ոչ միայն երեխաների, շեշտը դնենք երեխաների վրա, տարական իրավունքները, ուղղակի իրենց իրավունքները ոտնահարվում են, սովորելու իրավունքը, հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքը, ժամանցի վայրեր գնալու իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը, որը որ կարծում եմ չափազանց դաժան երևույթ է մեր իրականության մեջ։ Այստեղ նշվեց նաև ճանապարհների խնդիրը։ Որևէ մեկի համար նորություն չէ, որ Երևանում կառուցվում են ճանապարհները, վերանորոգվում են դպրոցները, հիմնանորոգվում են դպրոցներն ու մանկապարտեզները, եւ ոչ էլ քաղաքապետարանի կամ քաղաքապետի օգնականի համար է սա նորություն, եւ մենք բազմիցս հանդիպել ենք եւ շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել եւ որևէ մեկը քաղաքապետարանում մեզ որևէ հարցում չի մերժել, ասել ոչ դուք սխալ եք կամ չէ։ Իրենք շատ լավ ընդունում են, շատ լավ քննարկում են, միշտ պատրաստական են, բայց որևէ բան գոնե վերջին տարիներին, որը էական փոփոխություն կբերի երեխաների կյանքի որակի մեջ, որ մարդկանց կյանքը կփոխվի։ Մենք չենք կարող տեսնել, բացի մի քանի այդ փողոցների թեքուղիներից, որոնք որ այսօր կառուցվել են կենտրոնական փողոցներում։ Այսինքն ծնողի իր երեխային պիտի ասի փոքրիկ ջան, սպասիր, կմեծանաս, այս մանկությունը անցնում է երեխայի, իսկ ծնողը պիտի ասի սպասի, մինչև ժամանակը կգա, կկառուցեն, կգնաս մանկական այգի, կգնաս մանկական հրապարակ, մանկական սրճարան, բոլոր պայմանները կան, բայց հաշմանդամություն ունեցող երեխան ոչ մի բանից այսօր օգտվել ցավոք սրտի չի կարող։ Իսկ դա շատ վատ է։ Այս պահին մենք ունենք հեռախոսազանգ, որն առաջարկում ենք լսել ու ընկնդրել, ընդհանրապես շատ ծնողներ են, հա, խնդիրը բարձրաձայնում եւ մենք պարզապես այս խնդիրը ավելի մեծ արձագանքի ներկայացնելով փորձում ենք տալ լուծումներ եւ օգտնել։ Լսենք այս պահին ծնողներից մեկի հեռախոսազանգը։ Ինչ խնդիրներ եղան, որ հիմա Հայկը որևէ դպրոց չի հաճախում։ Խնդիրը ստեղ դպրոցի ներսում, քանի որ դուք երևի գիտեք, որ կաբինետային սիստեմ ասված կա։ Հա։ Ու ես ինձ զարմացած եմ, եթե դպրոցը ներառական է, գոնե այդ կաբինետային սիստեմ ասվածը չլիներ։ Ուրեմն այս դպրոցը կազմված էր այսպեսին էր։ Դե գիտեք, այս սովետական հին շինություններ են մեր դպրոցները։ Այո։ Անմաչելիություն է, էլի։
հարթա, որ թեկահարթակներ չունի, էլի նույն ձևի, դպրոցի միայն բակում, աստիճանները հատող այդ հարթակը միայն բակում էր։ Դպրոցի ներսը երկրորդ հարկ, իջնում ես առաջի հարկ, նորից բարձրանում երկրորդ հարկ, այսինքն դպրոցը աջ և ձախ երկու կողմեր ուներ։ Ու այդպես ամբողջ օրը ես 6-7 ժամ էր անում երեխան, ես առավոտից այդ երեխային 5 րոպե շուտ խնդրելով ուսուցչուհուն, որպեսզի այգին արագ տանեմ մյուս դասարան, փորձում էի ինքս այդ ամեն ինչը ինքնուրույն անել։ Լավ, իսկ երբ դուք այլևս չհաճախեցիք դպրոց, ձեզ չհարցրին ինչու չեք հաճախում, ինչ խնդիրների առաջ։ Շատ սիրուն ձևի, ասացի ես այդպես, իրանք երևի այդքան են բան չէ, թղթերը երսու հանգիստ մեզ տվեցին և ճանապարհեցին։ Շնորհակալություն, մենք խոսում էինք Հայկի ծնողի հետ, Մարիամ, հետաքրքիր ինչ պատկեր է 150 դպրոցում եւ ընդհանրապես, հա, եթե կարող եք մարդկային գործոնի փաստնել արձանագրել, բայց պայմանային առումով, նստարաններ, վայր, գրատախտակ, դասասենյակներ։ Ասեմ, որ նստարանները այսօր մեր հոգեբաններ նկատեց, որ հարմար չեն ընդհանրապես, պետք է հարմարեցնենք, իհարկե տնօրենն ինձ ասել է ոչ մի խնդիր, կառուցենք ոնց կուզենաք, ոնց Էդմոնդ տղայիս հարմար կլինի։ Նստարանները հարմար չի, գույքը հարմար չի իրանց համար, իսկ ինչ վերաբերում է վերաբերմունքի համար ուղղակի շատ շնորհակալ եմ, իրանք ինձ շատ օգնեցին, որ ես իմ տղային որոշեցի վերջապես տանել դպրոց, կարծում եմ լավ կհամագործակցենք ու կստացվի, ամեն դեպքում շատ շնորհակալ եմ իրենցից, միգուցե ստացվի ինչ-որ բան։ Շնորհակալություն, մենք իրականում գիտենք, որ ներառական կրթությունը իր բոլոր լավ հատկություններով հանդերձ նաև այսօր խնդրահարույց մի ուղղություն է, որովհետև երեխաները հաճախ չեն ստանում տարրական գիտելիքներ։ Որպես ծնողներ ես կխնդրեի ասեք, Ռուզաննա, դուք Նայրա, որքանով է երեխան այսօր ստանում, քիչ թե շատ համապատասխան կրթություն։ 7 տարեկանը երևի երկրորդ դասարան է ձեր երեխան։ Երկրորդ դասարան, առաջին դասարանում ամբողջ տարին ես նստել եմ նրա կողքին, անդադ հավաքելով, ուշադրությունը կենտրոնացնելով ու մտավախություն ունենալով, որ չխանգարենք դասապրոցեսը, չշեղենք երեխաներին, նեղություն չպատճառենք, բայց այս տարի փառք Աստծո մեր դպրոցում հոգեբան կար, որը պնդեց, որ պիտի երեխան նստի ինքնուրույն, առաջին ինքնահաստատման համար ու արդեն 2 շաբաթ է ինքնուրույն է նստում ու ավելի լավ է դասապրոցեսին մասնակցում, դիմանում, քան իմ ներկայությամբ, իսկ տարրական գիտելիքները ես ավելի շատ հիմա շեշտը դնում եմ բանավոր իմացության, կոնկրետ տառաճանաչ լինի այն մինիմալ գիտելիքները, որը կարծում եմ, որ էլի ժամանակի ընթացքում ինչ-որ մակարդակի կհասնենք։ Շնորհակալություն, Հերա, դուք։ Իմ աղջիկը հաճախում է Տերենիկ Դեմիրճյանի անվան 27 դպրոց, առաջին դասարան, գոհ եմ մանկավարժների վերաբերմունքից, շատ, անչափ, չունենք հարմարավետ սեղանաթոռներ, ճիշտ է, հարմարավետ է գրատախտակը, բայց չունենք նաև թեքահարթակները շատ չեն, քիչ են, մեկն է, առայժմ չենք օգտվում թեքահարթակից, բայց կարծում եմ արդեն մյուս տարի կամ 2 տարի հետո մեզ դա շատ անհրաժեշտ է լինելու, որը ինձ թվում է քիչ է։ Շնորհակալություն, Նարա, ներեցեք Տիկին Լիզա, դուք հատուկ մանկավարժ եք, հա, որը զբաղվում է հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Որոնք են այսօրվա առաջնային հարցերը, որոնք այդպես էլ մնում են առկախ։ Առաջնային հարցերը կարելի է ասել, որ հարմարեցումը ոչ միայն դպրոցի միջավայրին եւ մթնոլորտին, այլ նաեւ համապատասխան մասնագետների փոխհարաբերությունը երեխաների հետ աշխատանքային process-ում կարողանան նրանց ճիշտ ինտեգրել եւ հարմարեցնել ուսումնական process-ին, նրանք ճկուն միտք ունենան եւ ինչպես մեր դպրոցում է կատարում իդենտիֆիկացումը, այսինքն երեխաներին իրենց զարգացման ճանապարհին առաջ եկող խոչընդոտների վերացում է կատարվում, յուրաքանչյուր մանկավարժ կարելի է ասել մշակում է այնպիսի մի ճկունություն եւ կարողանում է մատուցել նյութը։ Սա մարդկային գործոնն է, որի մասին մենք խոսեցինք, իսկապես փառք ու պատիվ բոլոր մանկավարժներին, բայց անգամ 78 դպրոց հասնելը մեծ խնդիր է։ Վերադառնամ հիմնականում Հենրիի օրինակը ձեզ ասեմ, դուք չշեշտեցիք, որ
որ դպրոցը տրամադրել է նրան փոխադրամիջոց ոչ միայն Հենրին, այլ սա որը Փոխադրամիջոց չէ, գումար, որը բոլոր ներառական ծրագրի երեխան որ կարող է տեղափոխվել եւ գումար են տրամադրում 200 դրամ երթուղային տաքսիի համար։ Ոչ, մեզ մոտ երեխան կարողանում է եւ գալ դպրոց եւ գնալ դպրոցից տուն, ինչով է գա, մեքենայով, հատկացված է մեքենայով։ Հատկացված չի մեքենա, ասենք տաքսիով են գալիս, երբեմն ասենք գործի աշխատանքի հետ կապված հայրնա հիմնականում ասենք մեքենա որ դպրոցն է տրամադրել այդպես չի գումարը որը ծառայում է Օրինակ ինչքան է կազմում այդ գումարը 1000 դրամ ամեն օր Իսկ կահավորանքը դպրոցի նույնպես ուզում եմ շեշտել, որ շատ բարվոք վիճակում է դպրոցը գտնվում, յուրաքանչյուր խնդրահարույց երեխայի համար կան նպաստավոր պայմաններ։ Մենք ունենք սենյակ, առանձնասենյակ, կարելի ասել, որտեղ հատուկ մանկավարժը, լոգոպեդը, սոցմանկավարժը, հոգեբանի սենյակ ունենք, որոնք ամբողջովին կահավորված են ոչ միայն կահույքով, այլ նաև այն բոլոր դիդակտիկ, օժանդակ նյութերով, ուսուցողական պարագաներով, որ երեխան անգամ ոչ մի նեղություն չի կրում կարելի ասել որ դրական ամեն ինչը կիրառում եք իհարկե ամեն ինչը մենք դասաժամի ընթացքում թե հետո երեխաները մնում այո դասաժամի ընթացքում է ուսուցիչներն են կիրառում իրենց հերթին գործածելով այդ քարտային մեթոդները Լիզա եթե ես չեմ սխալվում դա պետք է լինի պարտադիր պայման բոլոր ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար այդպես չէ իհարկե հաճելի է կամ գովելի է որ կա այդ փաստը բայց այնպես չի չէ որ դա լավություն որ ոչ միայն այդ սայլակի խնդիրեր այլ նաև ոտքերի ինչ որ հենակների հետ կապված երեխան նստելու Այստեղ մարդկային գործոնին ես ի սկզբանե ասել եմ, որ դպրոցի տնօրենից սկսած ուսուցիչներից եւ նույնիսկ ծնողներից որևէ վատ վերաբերմունքի չեմ արժանացել, նույնիսկ վերաբերմունքը ոգևորող է եղել ու հուսադրող, որ կարելի է պայքարել այս հարցի համար։ Ու իսկ ինչ վերաբերվում է, եթե հարմարեցվեց, ես ծնող եմ, որը գիտի ոնց է պետք ճիշտ դիրքավորել երեխային, որպեսզի նա մասնակցի դասապրոցեսին։ Հաշվի առնելով հանգամանքները ես խնդրեցի փականագործին, որը առանց տրտնջալու մեծ սիրով պատրաստեց փոքրիկ տախտակ, որը ոտքերի տակ դրվեց ու նա ճիշտ նստելով դիրքավորվեց, բայց դա արդեն իմ խնդրանքն է, իմ իմացությունը, որը պետք է միգուցե ծնողներ կան, որոնք տեղյակ չեն, չէ՞։ Լավ, եթե լինենք իրականում անկեղծ, ծնողը ամեն ծնող չի, որ կարող է լինել այսքան հետևողական, եւ ցավոք սրտի կան ծնողներ, ովքեր իրենք ունեն խնդիր եւ օգնության կարիք։ Այս պարագային կան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են նույն այդ փակա տախտակի հարցը լուծել դիրքավորվելու։ Մեր դպրոցում բոլոր մասնագետները մեծ ջանասիրությամբ եւ հոգատարությամբ աշխատում են նմանատիպ երեխաների հետ եւ հերին կարելի ասել, որ արդեն այլևս այդ հենակի խնդիրն էլ չունի, քանի որ նա ֆիզիկապես ավելի ամրացել է, կարելի ասել ամրացել է, արդեն մի քիչ աճել է ու ոտքերը արդեն հասնում են հատակին։ Ու շեշտենք նաև, որ նա ինքնուրույն կարողանում է նստած տեղից անգամ վեր կենալ եւ սա այս ամեն ինչը շատ հիանալի է, շատ գովելի է, բայց սա խոսքը գնում է թույլ խնդրով երեխայի մասին, այսինքն այդքան խորացված չի մանկական ուղեղային կաթվածը կոնկրետ Հենրիի մոտ, պետք են առանձին պայմաններ, աթոռներ, հատուկ նստելու հարմարեցված մի բան, որ մայրիկը կարողանա այդ ընթացքում գոնե որ երեխան դպրոցում է գնալ տուն եւ ի վերջո լուծել երկրորդ երեխայի հարցը, որը որ այդ դրա պատճառով որ ծնողները դառնում են կցորդ, մեր կոնկրետ իմ կազմակերպության ծնողների մասին եմ ասում, երկրորդ երեխայի հարց ուղղակի չի լուծվում։ Իսկ արդյոք մեր հանրապետությունում այսօր ծնելիությունը այն մակարդակի վրա է, որ այս երեխաներին հերիք չի կույրաղիքի նման մի կողմ են բրթել, համ էլ ծնողներին չեն խթանում, որ երկրորդ երեխաները։ Դա մեր մյուս թեմաներից է լինելու, Նայրա համեցեք։ Ասեմ, եւ տնորենը, եւ մեր դասվարը, եւ տնտեսվարը ջանում են, որպեսզի երեխային հարմար լինի սեղան աթոռը, բայց ինչևից է անհարմարավետ են։ Ես նստում եմ երեխայի հետ, ինչպես Նարինեն ասեց, մտավորը տուժած չի, ունի ֆիզիկական խնդիր։ Չի կարողանում ինքնուրույն նստել։ Ես միշտ նրա հետ նստած եմ, չնայած ուսուցչուհին ասում է, եթե նա կկարողանա նստել, խնդրեմ, թող նստի ինքնուրույն։ Այսինքն նստում եք որպեսզի պահեք։ Այո, որպեսզի պահեք, անընդհատ շարժման մեջ է։ Նրա շարժումները անկառավարելի են, չեն թողնում, որպեսզի նա ինքնուրույն կարողանա նստել։ Բայց եթե լինի ինչ-որ հատուկ աթոռ, որտեղ գույք ասենք մենք բոլորս տանը ձեռք ենք բերում։ Այո, կամ ինչ-որ երեխան ձեռքերին։ Լավ, հիմա այստեղ մի հարց է գալիս, ներեցեք Նայրա, Զարա 490,000 թե 490 մի քիչ ավելի հազար պաշտոնապես տրվում է յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող երեխայի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար դպրոցին տարեկան
Սա արդեն յուրաքանչյուր դպրոց ծախսում է իր հայցողությամբ։ Դպրոց ինքն է տնօրինում իր բյուջեն, որքանով որ ես տեղյակ եմ, եւ ինքն է որոշում ինչի վրա դա ծախսել։ Դա կարող է լինել մանկավարժների համար, հատուկ մանկավարժների, հոգեբանների եւ այլն, այսինքն դպրոցը ինքն է որոշում, բայց յուրաքանչյուր ներառական դպրոց յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր երեխայի համար մոտավորապես 490,000 դրամ գումար է ստանում։ Մենք կշարունակենք այս թեման կարճատև դադարից հետո, մնացեք մեզ հետ։ Չկա ինչ-որ մեկը բացի ծնողից, որ այդ դպրոցում երեխային ինչ-որ կերպ պահի, որպեսզի մանկավարժը երեխայի հետ դասը պարապի։ Ովքեր են հետևում այդ նորմերը ճիշտ են պահպանվում կամ պահպանվում են առհասարակ, թե ոչ։ Այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին։ Ինչ է, միթե ես պետք է գնամ ապրեմ ուրիշ երկրում, որ իմ փոքրիկը ապրի համապատասխանվայել պայմաններում։ Մենք ծնողներով չենք գնալու Հայաստանից, չենք հանձնվելու Կարմիր խաչին։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է ոչ թե խնդիրներ ունեցող երեխաներին միայն, այլ այն սիստեմին, որը ամեն կերպ անում է, որպեսզի այս երեխաները ավտոմատ կերպով դուրս մնան ընդհանուր հասարակությունից եւ լիարժեք լինելու, այդ հասարակության լիարժեք անդամ լինելու եւ օգուտ տալու փաստից։ Զարա, մի այսպիսի բան եմ ուզում հասցնել։ Մեզ մոտ կա այդպիսի սկզբունք, օրենք կամ տարբերակ, որ եթե երեխան հաճախում է որոշակի կոնկրետ դպրոց եւ ունի հստակ կարիքներ, ենթադրենք ունենալու աթոռ, որը նրան պահում է իր ողնաշարով ամուր։ Եթե տալիս է, ենթադրենք, գրում է պահանջը կամ ցանկություն եւ դպրոցը բավարարում է։ Մենք ունենք այսպիսի օրենք կամ Ոչ, դպրոցը բավարարում է երեխայի կրթություն ստանալու կարիքը, կրթական կարիքը։ Լավ, դպրոցը բավարարում է երեխայի կրթությունը, քիչ թե շատ, բայց եթե երեխան չի կարողանում նստել, ինչպես կարող է նա ստանալ լիարժեք կրթություն, օրինակ։ Նայրա, դուք դիմել եք, փորձել եք ինչ-որ մի կերպ գտնել, ենթադրենք հարմարավետ աթոռ կամ նման մի բան։ Գիտեք, դպրոցն ունի հարմարավետ սեղան, ինքը դիմաց հովալաձև, ունի սայլակի նման աթոռ, բայց միևնույն է նա չի կարողանում, իմ փոքրիկը չի կարողանում ինքնուրույն նստել, եւ չկա ինչ-որ մեկը բացի ծնողից, որ այդ դպրոցում երեխային ինչ-որ կերպ պահի, որպեսզի մանկավարժը երեխայի հետ դասը պարապի։ Եվ մի բան էլ ավելացնեմ, որ իսկապես կրթական կարիքը դա միայն կրթական ծրագիրը չէ։ Եթե դա դասասեղան է, գրատախտակ է եւ այլ որևէ բան, որը նպաստելու է երեխայի կրթությանը, դա իհարկե կրթական կարիքի բավարարում է։ Եվ ես իհարկե շատ կցանկանայի այստեղ մի հարց եւս քննարկել, որը սերտորեն կապված է երեխայի կրթության իրավունքի հետ, դա տրանսպորտի խնդիրն է։ Տրանսպորտի մատչելիության խնդիրն է, որը որ տեսեք այստեղ ասես, որ դպրոցը գումարներ է տրամադրում, բայց նույնիսկ շատ մեծ գումարների դեպքում, հա, եթե լինի, այսօր չկա հարմարեցված տրանսպորտ։ Ներեցեք, Զարա, ես գիտեք ինչն եմ ուզում հասկանալ, ինչու տալ ենթադրենք 30,000 ամիսը յուրաքանչյուր ծնողի, որպեսզի նա օգտվի տաքսիից, ենթադրենք եմ ասում։ Եթե կարելի է տալ մեկ անգամ միանվագ ինչ-որ մի X գումար, որևէ ավտոբուս կամ ավտոբուսների համար ստեղծել այդ պայմանները եւ դրանով կանխել ավելորդ ծախսերը ի վերջո։ Տարական արդեն ֆինանսական բաներ է, ասեք Նեյրը։ Ներողություն ասեմ, որ կոնկրետ մեր դպրոցում 1000 դրամը չի տրամադրվում, տրամադրվում է երեխային օրը 200 դրամ, երթուղայինի գումար, ոչ ամսվա կտրվածքով, որովհետև կարող է լինել ամիս, որ երեխան ոչ ամբողջ շաբաթը կարող է հաճախել դպրոց։ Որքան որ ես գիտեմ, նախ դպրոցը պարտավոր չէ երեխայի տրանսպորտի հարցը լուծել։ Հա, այսինքն դա իր պարտականությունների մեջ չի մտնում, որ մի դպրոց լուծում է, մի դպրոց ոչ։ Ինչպես սկզբում ասացի, գումար կա տրամադրվող դպրոցին եւ դպրոցը ինքն է տնօրինում։ Եթե որևէ դպրոց որոշել է այնպես անել, կազմակերպել այդ հարցը լուծել, շատ ավելի լավ։ Բայց եթե դա տրանսպորտային հարց է, այսինքն դպրոցի պարտականությունների մեջ չեն մտնում։ Մենք ունենք ծնողներ, որ սայլակով են երեխաներին, հա, տանում դպրոց եւ ամեն անգամ տաքսիներից պիտի օգտվեն։ Իսկ ոչ բոլոր տաքսիները կարող են իրենց տեղափոխել, որովհետև Բեռնախցիկում գազի բալոն կա։ Այսինքն նույնիսկ հարմար տաքսի գտնելը մեր երկրում երեխայի համար դա օրախնդիր է։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Սարգսյան, կան առաջիկայում որոշակի դպրոցներ, չգիտեմ, բուհեր, գուցե որոշ շենքեր հանրակրթական կրթության համար նախատեսված, որոնք որ պետք է վերանորոգվեն։ Եվ արդյոք այդ վերանորոգման ընթացքին հաշվի առնվելու է խնդիր ունեցող երեխաների, եւ եթե հաշվի չի առնվում, հասկանանք ինչպես վարվենք։
Այն ինֆորմացիան, թե ինչ է նորոգվելու, ես չեմ տիրապետում, բայց եթե որևէ մի շենք կառուցվում է Հայաստանի Հանրապետությունում կամ վերանորոգվում է, բացառությամբ ֆիզիկական անձերի կողմից կառուցվող անհատական բնակելի տների, ամենուրեք պետք է անպայման կատարվեն բնակչության սակավաշարժում խմբերի, այդ թվում նաև հաշմանդամների եւ Ախր դուք այնքան լավ բարի դեմքով հստակ ասում եք, պետք է որ ես հենց հիմա թվում է ապրում եմ աշխարհի ամենալավ պայմաններով։ Ինչ կա։ Ինչ պատժամիջոցներ կան այդ դեպքում, կարող եք ասել։ Օրենքով նախատեսված։ Եթե չի արվում, լսում եք պատժամիջոցները։ Նախ այն առաջի հարցին, որ ասում եք բարի դեմքով եւ այլն։ Հիսուս Քրիստոսի ժամանակվանից ասում են մի սպանիր, մի գողացիր եւ այլն։ Եվ դրանից առաջ նույնպես ասել են, բայց միջև հիմա դեռ կատարում են, դա մարդկային գործոնն է։ Հասկացանք, բայց հիմա ինչ անենք, որ փորձենք սայլը տեղից շարժել։ Կա, իհարկե կա։ Դա 3 էտապով է կատարվում, այդ պատժամիջոցները հետևում են։ Առաջինը, երբ որ համայնքապետը տալիս է ճարտարապետը հատակագծային առաջադրանք, որևէ մի դպրոց կառուցելու կամ որևէ մի շենք շինություն կառուցելու կամ նորոգելու համար, նա պետք է այնտեղ հատուկ տող կա, որի մեջ գրված է բնակչության սակավաշարժում խմբերի եւ հաշմանդամների համար պահանջները։ Ու այնտեղ նա անպայման պետք է առանձին գրի, որ պահանջվում է կատարել այդ պահանջները պետք է կատարվեն նախագծի մեջ։ Տեսեք, սեյսմիկ վտանգը շատ ավելի վտանգավոր է, քան թե այս հարցը, որ մենք քննարկում ենք, որտեղ բոլորին է վերաբերում։ Սեյսմիկ վտանգի Սա էլ է վերաբերյալ բոլորին վերաբերում, պարոն Սարգսյան։ Երբեք չգիտեք, թե ով որտեղ, այս է խնդիրը։ Աստվածչանի, բայց ինչու։ Իմ ասածը ուրիշ է։ Սեյսմիկ վտանգի մասին մեր այդ առաջադրանքի մեջ չի գրված ոչինչ բան, բայց սա հատուկ նշվում է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իսկապես դա կարևոր բան է, հատուկ առանձին նշվում է, դա առաջի էտապում։ Երկրորդը, երբ որ նախագիծը գծվում է համաձայն այդ առաջադրանքի, նախագծի մեջ պետք է անպայման կատարվեն նորմերի պահանջները եւ հետո երբ որ տարվում է համայնքապետի մոտ, այսինքն քաղաքապետի հարց, մոտ։ ովքեր են հետևում այդ նորմերը ճիշտ են պահպանվում կամ պահպանվում են առհասարակ թե ոչ։ Երբ որ համայնքապետը նախագիծը համաձայնեցնում, նա ինքն է համաձայնեցնում, բայց իհարկե իր աշխատողներին։ Հիմա եթե ենթադրենք ինչ որ մի դպրոցի կամ X շինության հետ, որը նոր զրոյից է կառուցվում, չնայած նոր զրոյից կառուցվող դպրոց, ես վերջին ժամանակներս Երևանում չեմ։ Դա տարբերություն չկա։ Մենք կարող ենք ուղիղ դիմել համայնքապետին եւ նա չի կարող ասել դա իր իրավասությունների մեջ չի։ Եթե դպրոցը նորոգվում է, նա պարտավոր է, ոչ թե պետք է դիմել, այլ նա պարտավոր է դա անել։ Հակառակ դեպքում Իսկ եթե չարեց, ընդունեք չարեց։ Հիմա 174 դպրոցում չի արվել։ Այդ տուգանքը համաձայնեցնելու համար 100,000 տուգանքի ասում։ Դրամ թե դոլար։ Վարչական օրենսգրքի մեջ 157-րդ հոդվածն է, հասնում է 100,000 տուգանք, ով որ սխալ է համաձայնացրել եւ տրվում է պարտադիր կատարման ցույցում, որպեսզի նա ուղղի իր սխալը։ Եթե չի կատարում, էլի 100,000 դրամ տուգանք։ Այդպես կարելի այնքան տուգանել, մինչև հանենք այն փողը, որը որ կողքի կառուցել են բոլոր պայմանները։ Այդպես է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ասեք զարու։ Իրականում շատ մեծ կառույցներ կան, օրինակ հյուրանոցներ, չգիտեմ, առևտրի կենտրոններ եւ այլն, որոնց համար այդ գումարը իսկապես շատ չնչին է եւ իրենք կարող են ամեն անգամ վճարել։ Մեկ այլ հարց է, որ իսկապես թույլ տվեք այդ ձեզ հետ չհամաձայնել, որ դա բոլորի համար չէ, որովհետեւ այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին։ Եվ այն դպրոցը Այդպես չի։ Այդպես է։ Եվ այն դպրոցը, որը որ իսկապես չունի աստիճաններ, չունի այդ վտանգավոր է, դա հարմար է բոլոր երեխաների համար, դա անվտանգ է բոլոր երեխաների համար, որևէ մեկին հաճելի չի անընդհատ աստիճաններ բարձրանալ, հա, ցանկացած մարդու համար։ Եվ պիտի հասկանանք, որ իսկապես որևէ մեկը ապահովագրված չէ եւ այն միջավայրը շատ ավելի ապահով եւ ավելի հարմարավետ իսկապես բոլորին է հաճելի։ Մենք խոսում ենք միայն հաշմանդամությունից, բայց կա նաև ծերություն, որից ոչ մեկը արդեն հաստատ ապահովագրված չէ։ Իսկ ինչ երաշխիք, որ ծեր մարդիկ այսօր կարողանում են մեր քաղաքում լավ տեղաշարժվել։ Բոլորը պարփակվում են իրենց տներում, ինչպես հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Եվ չարացած, մեկ էլ տեսնում ենք այնպիսի մի ստվար զանգված ունենք չարացած մարդկանց եւ ասում ենք, ես ինչի են չարացել։ Չարացել են, որտեվ տարական էլեմենտար պայմաններ չկան։ Պարոն Սարգսյան, մեր վերը նշած 178 դպրոցում երբ եք եղել վերջին անգամ։ 3-4 ժամ առաջ։ Ես գիտեի։ Առաջին եւ վերջին անգամ։ Ինչու վերջին։ Չեմ կարծում, որ էլի կգնամ, որտեվ այդ տեղամասը ընդհանրապես չէի գնացել այդ թաղամասը։ Հասկացանք։ Հիմա լավ է, որ առիթ եղավ, որ գնացիք։ Ինչպես է իրավիճակը։ Ինչ կարելի է շտկել, ինչ կարելի է փոխել, ինչ կարելի է ավելացնել։ Հիմա ոչ մի չի կարելի փոխել եւ շտկել, որտեվ փոխելու համար պետք է դրամ լինի, ինչ որ ֆինանսական միջոցներ։ 500 միլիոն է այնքան քիչ էր։ Ինչքան ինձ հայտնի է, դա 500 միլիոն չի, այլ 95 միլիոն է, որից ծախսվել է 70 միլիոնը, մի քիչ։ Իսկ ինչպես է պաշտոնական կայքը։ Yerevan.am կայքում
խնդրում եմ հենց հիմա կարող եք բացել։ Մենք նույնիսկ զարմացանք, մտածեցինք գուցե ինչ-որ 0 ավել են գրել, շփոթվել են, որովհետև հնարավոր է տպագրական սխալ լիներ, բայց Թախշինի կայքում էլ է դրած, թվերի հետ նորից կապ չունի։ Ես գնացի այդ բաժինը, ով այդ ֆինանսական հարցերով զբաղվում էր, հարցրեցի թե ինչքան է այդ գումարը։ Դե ուրեմն դուրս են գրում այդքան։ 95 միլիոն։ Պաշտոնապես հայտարարում են այդքան, 69 միլիոն ինչքան է, մոտավորապես 70 միլիոնն է ծախսվել։ Դյուրամարս կապիտալ կամ կապիտալ վերանորոգում։ Ինձ թվում է վերևի տողն ավելի համապատասխան է շատ հաճախ այն բոլոր կառույցներին, որտեղ բարեփոխումներ եւ վերանորոգումներ են անցկացում։ Դյուրամարս կապիտալ, ոչ թե կապիտալ վերանորոգում։ Համենայն դեպս ես մի բան կարող եմ ասել, որ արվի, չարվի, իրավական հարթակ եւ այլն, մենք ծնողներով չենք գնալու Հայաստանից, չենք հանձնվելու Կարմիր խաչին, մենք ապրելու ենք Երևանում, մեր շատ սիրելի քաղաքում, մեր փոքրիկների հետ միասին եւ հետեւողական ենք լինելու, որ այս բոլոր հարցերը հատիկ լուծվեն, խնդրելով, ջղայնանալով, համագործակցելով, ընկերանալով պաշտոնյաների հետ, ոնց ուզում ա լինի։ Մենք հետեւողական ենք լինելու, որ վաղը մեր փոքրիկները ապրեն ավելի լավ միջավայրում, որտեղ դա հնարավոր է իրականում։ Բրավո։ Շնորհակալություն բոլորիդ գալու համար, ես միայն թույլ տաք կասեմ մի բան, Facebook-ով ուշադիր հետևելով ձեր բոլորի գրառումներին, ես խորագույն ցավ ապրեցի այն ձեր արած արտահայտությունը, որ ինչ է, միթե ես պետք է գնամ ապրեմ ուրիշ երկրում, որ իմ փոքրիկը ապրի համապատասխան վայել պայմաններում։ Երբևիցե մեղադրական չկա գնացողի համար, բայց մնացողներին էլ պետք է պահել, պահպանել, որպեսզի կարողանա ստեղծել լիիրավ եւ լիարժեք պայմաններ։ Այն փոքրիկը, որը ունի որևէ խնդիր եւ կյանքի ու բախտի բերումով անվասայլակում է, չի նշանակում, որ լիարժեք, լիիրավ անդամ չէ եւ գուցե շատ ավելին է, քան մենք կարող ենք կարծել երկու ոտքով քայլող մարդկանց հետ համեմատելով։ Եղեք ուշադիր եւ հավատացեք, մարդկային գործոնը ավելի կարող է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Կհանդիպենք։